հայրենակիցներ, Շուշիում մտածող հերթական գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը բացահայտել է մի քանի հետաքրքիր փաստեր, նաև մերկացնելով Նիկոլի ողջ ստախոս էությունը։ Օրինակ, Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, որ Մինսկի խումբը եւ իր 3 համանախագահները, որոնք ինչպես ինքն է ասում, աշխարհի անվտանգության խորհրդի ներկայացուցիչներն էին, հատուկ եմ նշում, սա իր ուրեմն հայտարարությունն է, դեմ էին, որպեսզի Ադրբեջանը վերահսկողություն հաստատի Արցախի նկատմամբ, եւ ինչպես Ալիևն է նշում, նրանք ցանկանում էին խլել, ատնյաց բառն է օգտագործում հենց ռուսերեն Ադրբեջանի բռնապետը Արցախի իրենցից, ընդամենը իրենց առաջարկելով Արցախի անկախության ճանաչման դիմաց հետ վերադարձնել 5 շրջանները՝ Ֆիզուլի, Ջեբրայիլ, Կուբատլի, Զանգելան եւ Ակնա, իսկ ողջ Արցախը, ինչպես նաեւ Լաչինի եւ Քարվաճարի շրջանները պետք է մնային հայերի վերահսկողության տակ։ Ինչի եմ սա ես այսպես մանրակրկիտ ասում։ Ասում եմ, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան, թե ինչ ճղճիմ եւ էժանագին ստախոս է Նիկոլան Հողը, ով հանրությանը խաբում էր, թե այսպես կոչված միջազգային հանրությունը երբեք Արցախը չի ճանաչել որպես անկախ կամ Հայաստանի մաս, եւ նա միշտ այն ճանաչել է ուշադիր որպես Ադրբեջանի տարածք։ Հիմա հարց. եթե Արցախը, այսպես կոչված միջազգային հանրությունը եւ ինչպես նշում է Իլհամ Բաբան, աշխարհի անվտանգության խորհրդի 3 անդամները ԱՄՆ-ն, Ռուսաստան եւ Ֆրանսիան չէին ճանաչում որպես Ադրբեջանի մաս, ավելին ցանկանում էին, որպեսզի ինքը անջատվի Ադրբեջանից, այդ որտեղից է ստերը եւ հիմարությունները Նիկոլան Հողը վերցրել։ Բացի դրանից նաեւ Ադրբեջանի բռնապետը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ այս նույն երյակը ամեն ինչ արել է, որպեսզի կանգնեցնի Արցախյան պատերազմը։ Անուններ չտալով նաև նշեց, որ օրինակ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավարը իրեն առաջարկել է Ֆիզուլին գրավելուց հետո կանգ առնել։ Մենք երևի թե բոլորս էլ հասկացանք, որ սա վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը։ Սակայն, ինչպես ինքը նշեց, ինքը կանգ չի առել, իսկ կանգ չի առել մեկ պատճառով, որովհետև մենք շատ լավ հիշում ենք, որ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում միակ պետության ղեկավարը, որը դեմ է եղել զինադատարներին, եղել է Հայաստանի Հանրապետությունը եւ նրա տականք վարչապետ Նիկոլան Հողը, ով ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմը չկանգնի եւ պատերազմը ինքը տանի մինչեւ Ադրբեջանի հաղթական ուրեմն ավարտին։ Հենց սա է իրականությունը։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, բոլոր այն զառանցանքները Նիկոլի, թե իբր թե միջազգային հանրությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, բացահայտ սուտ են, եւ այդ սուտը բացահայտում է հերթական անգամ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։